վերջին մեուես երկու ամիսների ընթացքում դարաձաշրջանում իրավիճակի ամենասրված հատվածը հանդիսանում է տուն մեր տնօրեն Արևմտյան Հայաստան։ Ուրեմն այդտեղ այժմ 1915 թվականից հետո այսպես քրդական բնակչության ներկայությամբ արդեն ազատագրական պայքարի վերջին 30 տարիների արդյունքը եղավ այդ, որ Թուրքիայի Հանրապետությունը իբրև իշխանություն կրկին անգամ քրդական կորձոնը մեջտեղ բերելով ուզում է հարցին ինչ-որ լուծման տարբերակ գտնել։ Սա նաև մեր դարաշրջանի ամենավերջին 2-3 տարիների այսպես նորահայտ իրողության իսլամական պետություն անունը գրող ահաբեկչական գազམ་ագերբության բավականին թե Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ թե Իրաքի Հանրապետությունում բազմածավալ այսպես իրոք անկանխատեսելի իրադարձության օրերին է տեղի ունենում այս ամբողջը եւ սա նշանակում է, որ 1923 թվականից գոյություն ունեցող Հանրապետական Թուրքիա նրա իշխանությունը, կառավարությունը ինչ-որ առաքելություն է կատարում տարածաշրջանում, ուզում եմ ասել, դա հենց այդպես տեղի ունեցող իրադարձություն չի եւ որովհետեւ մենք կարողանանք հասկանալ, որ դա ինչից է տեղի ունենում կամ ուր կդանի այս գործընթացը, պիտի նախ այդ տարածաշրջանի այժմ գոյություն ունեցող պետական միավորում ապրող ժողովուրդների բազմազանության, բազմազգության եւ այլն մասին տեղյակ լինենք, նոր կարող ենք ինչ հիմքերով ուրեմն այս խաղերի բանում գտնվող կարելի է փոխել այդ նկարը հիմքում գտնվող պատճառներից կոնե մի քանի հատ ավելի լրջորեն վերլուծելու հնարավորություն ունենա։ Ուրեմն Հանրապետական Թուրքիա 29 օկտեմբեր 1923 թվականին իբրև պետական անկախ միավոր հռչակված ուրեմն այս վարչական տարածքը այժմ 77 միլիոն ազգաբնակչություն ունի։ Եվ ըստ թուրքական պաշտոնական տվյալների այս պետության հիմնական ազգաբնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ թուրքեր։ Սա պետական պաշտոնական բան է։ Մի հատ երևի է թե փոխենք բանը։ Ուրեմն թուրքերից հետո Թուրքիայի Հանրապետության տարածքում ամենահոծ բազմությունը իբրև ազգային առանցին էթնիկ միավոր կազմում են գաղտնիք չէ քուրդերը։ Ուրեմն քուրդերի հետ կապված մի շատ հետաքրքիր բան կա, վերջերս թուրքական վեբկայքեչերում ես հանդիպեցի եւ վերցրեցի այս կարդեսը, որտեղ տալիս է ամբողջ Թուրքիայի Հանրապետության ազգաբնակչության ըստ այժմ գոյություն ունեցող վարչական տարածքների, վարչական դարաբաժանումների տոկոսային հարաբերությունը, որ բավականին ուշագրավ է եւ մենք պիտի այս արդիվ պիտի քննենք քիչ հետո ասելիքները։ Տեսեք, ուրեմն Թուրքիայի Հանրապետությունը վարչական տարածքով 7 շրջան է ընդհանրապես, սա Մարմարայի շրջանը, այսպես ասած Թրակիա, թեպի եվրոպական հատված, Կոնստանդնոպոլիսը, որ երկուսի է բաժանվել, թե անատոլիական հատվածում, թե Թրակիայի հատվածում, ուրեմն մոտավորապես 44% է կազմում ազգաբնակչությունը, դա շշմելու բան է, գեսին մոտ կրեթե։ Միայն եվրոպական հատվածում քուրդ, էթնիկ քուրդ ազգաբնակչությունը, սա տվյալները անշուշտ թուրքական են, չգիտեմ ինչ կանով են հավաստի, բայց յուրահատուկ բան են արել, կրետ ամբողջ տարածքում իրենք 1/5-ից մինչև գես բան ունեն, ազգաբնակչությունն են։ Բացառություն է կազմում ամենակիչ նվազ հատվածը Սերձովյան հատվածը, որտեղ միայն 2% է, ինչպես տեսնում եք, քուրդ ազգաբնակչության թիվը։ Փուն Արևմտյան Հայաստանում եւ Կամիրկի շրջանում Սեբաստիա-Կավառնան մեջը 1/5-ն է քուրդ ազգաբնակչությունը, որը այդքանով հավաստի չի, բայց երևի թե թուրքերը այստեղ հadouk են արել այս թիվերը, որտեղ թուրքերը զազաներին չեն համարում քուրդ, որը եւ շատ ճշմարտացի է, որտեղ զազաները քուրդ չեն, ուստի ես քիչ հետո զազաների մասին կարդես ցույց կտամ, որտեղ երևա, որ ինչու 20% է նշված։
Կամիր Կապադոկիայի շրջանը 23%, միայն Էգեան հատվածում 24%, 1/4 ազգաբնակչությամբ։ Անտալիա միջերկրական հատվածում 34%, այսինքն գրեթե 1/3 ազգաբնակչությամբ քուրդ է։ Իսկ փուն քուրդերի ապրած տարածքում, որ նախկինում Ասորեստանի տարածք էր, կամ մեր Ետեսիա, Ուրֆա հատվածը այնտեղ, ուրեմն մոտ 40% ազգաբնակչությունը։ Սա ուրեմն թուրքական վեպկայիչից վերջված բան է։ Ըստ թուրքական, pedagogan, պաշտոնական հայտարարությունների, որ մոտավորապես 1-2 տարի առաջվա թվականին է համապատասխանում, քուրդերի Թուրքիայի Հանրապետության 77 միլիոնանոց, ազգաբնակչության մոտ 14-15 միլիոնն է քուրդ։ Սա թուրքերն են ասում։ Իսկ քուրդերը իրենց բոլոր հրապարակումներում անընդհատ 40 միլիոնի շուրջ թիվեր են տարածում, 35-40, կան նաև 40 անցնող թիվեր։ Կարելի է մի հատ նկարը փոխել։ Ուրեմն սա ցույց է տալիս հենց քրդական թուն քրդերի բնակած տարածքում, որի մայրաքաղաք է կոչվում նաև Դիարբեկիր քաղաքը, Դիքրանագերդը, Դիքրանագերդի եւ Դիքրանագերդի շրջակա գավառներից անմիջավար, ուրեմն արդակախտն է ամբողջ այդ տարածքում եւ ըստ թուրքական pedagogan միավորի եւ ազգային անվտանգության նախարարության տվյալների քուրդերի արդակախտը ոչ միայն այդ բռնաճնշումներ, բանակ, ժանդարմերիա, ոստիկանություն նրանց ներկայությամբ եւ հակաքրդական գործողություններով է պայմանավորված է հատուկ քուրդերը, որպեսզի կարողանան ամբողջ հանրապետության տարածքում ազգաբնակչության կոնե երևելի հատվածը ունենան, այսինքն ժողովրդական առումով դեմոգրաֆիա, հատուկ արդակախտ են կազմակերպում եւ պատկերացնում եք, ասում է, իրենք կարող է մի ժամանակաշրջան ամբողջ մեր սահմաններում արդեն բնակչության գեսից ավելին գտարնան եւ դա եւս թուրքական պետության ռոպագանդի բան է, բայց այդ կանալ այդպես չի, իրավիճակը իրոք հենց այս կարդեսում ցուցադրվածին համապատասխանում է։ Փոխեք մի հատ կարդեսը նկարը։ Քիչ առաջ որ ասեցի Զազաներ, որ թուրքերը վերջին 10 տարիներում առանձնահատուկ քաղաքականություն են մարում Զազաների եւ դարօրինակ երևի ինչ-որ պիտի ասեմ հայերի նկատմամբ, հայության նկատմամբ։ Գիտեք, այս վերջին 10 տարիներում Հայաստանից ավտոբուսներով Արևմտյան Հայաստան են գնում, չէ, անընդհատ տարբեր տուրիստական կազմակերպություններ, նաև Արևմտյան երկրներից, Եվրոպա, Ամերիկա եւ այլն։ Ինչու՞։ Այսինչ է գարոդախտ է, թեպի հայրենիք ցկտում, ինչպես մենք նապանել սա, եւ թուրքերին մենք ճանաչում ենք, Թուրքիայի պետությանը լավ գիտենք, բայց հայերի անտեպ շատ ջերմ վերաբերվում, ամենուրեք, հատուկ վերաբերվում, ով գալիս է ասում ախր այս թուրքերը փոխվել են, գիտես ինչ մարդկային էին, մենք ճանապարհում ավտոն բջացավ, կանգնեցին, մեզ օգնեցին եւ այլն, ու այսպիսի բաներ ես որ շատ եմ լսում, որովհետեւ հենց այդ հատվածի հետ եմ շփվում ավելի շատ, բայց դա շատ հատուկ մի հատ քաղաքականություն է, որ վարվում է, եթե հայ այստեղից գնում է Սարիղամիշ, Էրզուրում, Դերսիմ, Մինգյոլ, Վան, Խարպերտ, գնում իր հայրենիք, դա շատ նորմալ բան է, այսինքն իր բաբերը այդտեղից են, գնում այդտեղ։ Եվ երբ որ գնում այդտեղ ու հարցնում է, քուրդերը նայում է, որ այ մարդ դերը եկել է։ Սա, ով որ հիմա իր թիմացը կանգնած է, այստեղի դերն է։ Դա թուրքը հատուկ է անում, որ քուրդին ցույց տա, որ հեյ, ստոպ։ Հետո ազատագրական Բայկար, Քուրդիստան, զինյալները զոհվում են, ինգեր, տեսնում ես, գողքում մի հատ պետություն կա, ամն Հայաստանը Հանրապետություն, անընդհատ գալիս է, նկարում են, իրենց դունն են ման գալիս, իրենք գիտեն, որ այստեղից են, մինչև հիմա ջերմ է իրենց հայրենիքի հետ հարաբերություն իրավայր, սա իրոք ստանդարտ, գրտնագիր ստանդարտների քաղաքականություն է վարում, որովհետև Թուրքիայի պլան B, պլան C-ում քրդական հարցի կակատնագետը, կուլմինացիոն բային հասած ժամանակ հայկական կորձոնն է օգտագործվելու եւ դա իրենք լավագույնս պատրաստում են նրան, քիչ հետո ես դրա մասին մի քանի բան կասեմ թիվերով, որ զարմանալի է։ Հիմա այս ամբողջում մի շատ կարևոր հանգամանք կա, այդ ամենամեջտեղում, որ բաց կապույտ քույնով ընդգծված տարածքն է, դա մեր ձոպած աշխարհն է, փոքր հայքի տարածք, 4-րդ հայք, եւ նաեւ Կոմագեն է, որ անընդհատ ցույց է տվում Նեմրուտ սարի վրայի մեր հայոց աստվածները չէ, որ ունենք, որտեղից եմ ես, ինքս Ադիաման, հենց այդտեղից եմ։ Ուրեմն հենց այդ տարածքում ապրող էթնիկ
խմբավորման, իսկական ցակման մասին շատ լուրջ գրվան կա եւ Զազա անունով կամ Դմլի, իրենց Դմլի են անվանում կամ Քրմանչ անվանով հատվածում ապրող ժողովրդի էթնիկ գրեթե գես կամ գեսից մի քիչ ավել կամ բագաս, որովհետև որևէ տվյալին դիրաբերելու հնարավորություն չունենք, պատմական մոտ անցյալ է 1914-ից առ այսօր ձգտված հայերի ամենաշատ քանակով, թվականով կոմպակտ ապրած տարածքը դա Դերսիմ եւ Զազաներով բնակեցված աշխարհագրական տարածքն է, որը հենց այդ բացկաբույտ գույնով ընդգծված է հատուկ, դա Երզնգա, Խարպերտ, Դերսիմ, Բինգյոլ, Սեբաստիայի Արևելքը, Արաբքիր, Ագն եւ նաեւ Ադիամանի հյուսային հատվածը, Դիկրանագերդի Փուն, Դիարբեկիրի հյուսային հատվածը ընդգրկող տարածքն է, որտեղ ինչպես կրկին անգամ եմ ասում, բնակչության կեսը մի քիչ ավել բագասով էթնիկ հայեր են։ Իսկ ովքեր որ էթնիկ հայեր չեն, Ալևի, Ղզլբաշ, Զազաներ, Զազա կոչված ժողովրդի զավակները միայն այդ տարածքում 5-ից 6 միլիոն են։ Եթե նկատի ունենանք, որ Զազաների գրեթե 90%-ից ավելի Ալավի կոչված հենց շիա ուղղությամբ, շիիզմի ծայրահեղ ուղղություն ալևիզմի հետևորդներն են, բայց կա նաև մոտ 10%-ին հասնող սուննի Զազաներ, որոնք ավելի նացիոնալ, ավելի ազգային գեցվածք են դրսևորում իրենց այսպես ասած էթնիկ միավորման եւ իրենց պատմության հանդեպ մոտեցումներում, որոնք հատկապես Բինգյոլ, Ադիաման եւ Դիկրանագերդի հյուսային հատվածը եւ Մուշ Բարտո Բուլամուխի հատվածում են ապրում իրենք, հենց այդ սուննի Զազաները, այնուամենայնիվ այս մարդիկ քիչ հետո մեր տեսնելիք ուրեմն Քարդեսում ընդգծված վիճակով դարանչադում են, այսպես ասած, Արևմտյան Հայաստանը կամ Իրքի Կապադոկիայի Անատոլիայի տարածքից եւ նաեւ իբրև բուֆերային կոդի առաջիկա դասնամյակում դուք կտեսնեք ամենակարևոր թերակատարումն ունենալու հենց այդ տարածքը։ Մի տարածք, որտեղ մենք ունենք մոտ 50% բնակչություն միայն էթնիկ ծագում է առումով եմ ասում, որտեղ թևի հայություն վերադարձը ահռելի թեմպերով շարունակվում է։ Մենք փոխենք նկարը, եթե հնարավոր է։ Հաջորդ նկարը ցույց է տալիս հենց Հանրապետական Թուրքիայի վարչական տարածքում Ալևի ազգաբնակչության բնակավայրերը, որոնք ուրեմն 3 տարբեր ուղղություն ունեն։ Կարմիր նշված տեղերը հենց այդ Ղզլբաշ ալևիներն են, Տասական ալևի։ Ուրեմն կանաչ հատվածը, որ տեսնում եք Քարդեսի վրա, դրանք արաբ ալևիներն են, որոնցից է հենց այժմ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ անցածող Բաշար Ալ-Ասադը, այսինքն Նուսեյրի, իրենք ասում են Նուսեյրի, արաբ ալևիները այդ հատվածն է եւ երրորդ հատվածը ցեզ համար երևի թե դառնակ թախտաջներ կոչված Ջաֆերի, որ ադրբեջանցիների, այսպես ասած, շարունակող հատվածն է, որ կան Ղարս, Իգդիր եւ մնացած գաբույտ հատվածը ինչ կան որ տեսնում եք, հատկապես Էգեյան ծովի կողմերը եւ նաեւ միջերգրականին, ուրեմն ծովափնյա քաղաքներում այդ բոլոր գաբույտ գծերը զուտ Ալևի ազգաբնակչություն, շիի ուղղությամբ եկած բան։ Երբ Թուրքիայում հարցնում ես ինչքան են ալևիների թիվը, ասում են 7 միլիոն են մոտավորապես, սա թուրքական տվյալներն են։ Ուրեմն իրականում նրանք 18-ից 20 միլիոն են եւ եթե իրենց հարցնել լինես ալևիներին, ուրեմն նրանք 20 միլիոնից ավել են, նույնիսկ իրենց բոլոր հրատարակություններում։ Պետք է իմանաք, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Ասադյան Հանրապետությունը այսօրյա իշխանությունների, որտեղ միայն 4%-ն է ալևի, իշխանությունը արդեն 60-ական թվականների կեսերից եւ նրանք միակ դեղն է աշխարհում երկրակնթի վրա, որտեղ ալևիները իշխանություն են։ Եթե հաշվենք, որ ալևիները ծայրահեղ ուղղությունն են նաեւ շիիզմին, ուրեմն Իրան եւ Իրանին հարող տարածքում ալևիների միակ իշխանություն եղած երկիրը Սիրիայի Արաբական Հանրապետությունն է։ Ուստի սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև Աստված մի առասցե, եթե Սիրիայում այս իրավիճակը, որ շարունակվում է պատերազմային իրավիճակը,
հանգարց ծատկելուն իրի Թուրքիայի Հանրապետությունում պատկերացրեք 77 միլիոնի 20 միլիոն ալևի եւ բոլորի համար Սիրիան դա հայրենիք է, կոնե Բաշար Ասադը իրենց նախագահն է, ինչ կլինի դրանք ագան են այս ամբողջ կարդեսում դեսած ալևիական հատվածով։ Շարունակենք, փոխենք մի հատ կարդեսը։ Ուրեմն տեսեք, սա մի ուրիշ կարդեսն է, այդ քիչ առաջվա կարդեսի մի քիչ ավելի բացված, ինչքան մուկ կավույթ, այդքան ալավի։ Ուրեմն ինչքան բաց կավույթ ալևիները 50%-ից պակաս են ներկայացնում եւ գնալով իջնում են 30, 20 եւ այլն։ Սա ալևիների կարդեսն է Թուրքիայի Հանրապետության այսօր, որոնց թիվը 20 միլիոն է։ Փոխենք մի հատ կարդեսը։ Ալևիների համար եւս մի ուշագրավ, շատ ուշագրավ տեղեկություն, որ ալևիական ազգապարակությունը, ընդհանրապես քաղաքներում է ապրում, բացառություն է կազմում Զազաների ուրեմն ապրած Դերսիմ եւ շրջակա գավառներ անմիջապես, եւ բայց քաղաքներում ապրող ալևիները նայած դարածք գրեթե իրենց գտնված մետրոպոլներում Իզմիր, Ադանա, Անկարա, Էսկիշեհիր, Իստանբուլ եւ մեծ քաղաքներում բացառություն է երևի թե Դիկրանագերդը, Դիարբեկիր քաղաքը, ուրեմն ազգաբնակչության գրեթե կեսին հասնող թիվերը, տեսեք, Իստանբուլ շշմելու բան, տասնյակ միլիոններու քաղաք է, Իստանբուլը ամենօրյա 12-ից 14 միլիոն ազգաբնակչություն ունեցող քաղաք է, հատկապես աշխատանքային ժամերում, այդպես ինչպես Փարիզում ազգաբնակչությունը առավոտ 8-ից մինչև երեկոյան 8-ը մոտ 20 միլիոն, հետո 10-15 միլիոնի է իջնում թիվը, միայն այդ արտաքնա աշխատանքի քաղաք մեկնողներու թիվերով։ Իստանբուլում 34.1% ալավի, 3 մարդուց 1, շշմելու բան է։ Առաջ հայեր եւ գույներն էին մեծամասնություն, մինչև 60-ական թվականների եկած Կոնստանդնոպոլիս, Իստանբուլ այժմ ալևիները, այսինքն սուննիների չափ ալևի կա Իստանբուլում, որտեղ որոշում է գրեթե ամեն ինչ։ Ճիշտ է, մայրաքաղաքը վարչական Անկարա է 23 թվականից ի վեր, բայց Կոնստանդնոպոլիսն է վճռում ամեն ինչ Թուրքիայի Հանրապետության հետ կապված բաներում։ Եվ ուրեմն 23.2% միայն միջին Անատոլիա, որտեղ Անկարան է, պատկերացնում եք, նրանից հետո մոտ 15% ալևիների ազգաբնակչությունը անում, միջերգրականում, Էգեան ծովում 6.8, հիմա արդեն 10%-ի է հասել, վերջերս այդքան մեծ ալևի ազգաբնակչություն արտակարգ կա, միայն քրդական շրջաններում է, որ ալևիները մեծամասնություն չեն կազմում, Սուննի, Շաֆի, Հանևի հատվածն է այդտեղ մեծամասնություն կազմում, բայց ասում եմ 20 միլիոն ազգաբնակչություն, որտեղ ամենաուսյալ հատվածն է Թուրքիայի Հանրապետության գոչված քաղաքացիների, Դերսիմը, հենց Դերսիմ քաղաքը 100% դարաճանաչություն ունեցող միակ վայրն է բացառությամբ մուսալերի հետ համեմատած, գիտեք, ամբողջ Թուրքիայի Հանրապետության տարածքում ունենք մուսալեր, տարածք, հայկական, այս շաբաթ գալիս են հենց մուսալերից, հենց վաղ այստեղ են լինելու, հենց այդ մուսալերցիները, մուսալեր Վակıflı քյուղից մեր, որտեղ դարաճանաչությունը 100% է, միակ տարածքն է ամբողջ հանրապետական Թուրքիայի, հայ 100%-ով, դրա մեզնից ամիջապես հետո այդ Դերսիմ։ Դերսիմում ամենաշատ դոգոսն է ամբողջ Թուրքիայի Հանրապետությունում բարձրագույն ուսման հաստատություններ հաջախող եւ շրջանավար դեղով։ Սա ցույց է տալիս նաեւ նրանց էթնիկ հայկական ցակման մասին, որտեղ 3 տարածքում Թուրքիայում դարաճանաչություն կա, Համշեր, Մուսալեր, արաբներու մոտ եւ Դերսիմ 3 տեղալ հայություն։ Սա շշմելու բան է։ Ուրիշ ոչ մի տարածք Թուրքիայի Հանրապետությունում չունի նման դվյալներ։ Մենք փոխենք կարդեսը։ Մի ագաղիշիր, որ շշմելու է, այս կարդեսին լավն է, այս կարդեսը ապակա 20 տարիների գրեթե ամենա, սա չերքեզների ազգաբնակչության բնակավայրերն են, տեսնում եք, ինչպես Երուսի են գիսել, վարչական Թուրքիան, և սա Սուլտան Աբդուլհամիդն արել, Նորչին, 1864 թվականին Ցարական Ռուսաստանից վդարված չերքեզ չեչենական այդ Ադիգեի բոլոր խմբավորումները, նրանք կոնկրետ անուն չունեն, իրենց չերքեզ են ասում, Հյուսիս Կովլասյան այդ խումբը, մարդը չեչեն է, չերքեզ ասում, չերքեզը չեչեն ասում, Ադիգե են ասում են, բայց մինչև հիմա որևէ ազգային մի միավորի բան չունեն, բայց մի շատ հետաքրքիր պատմություն ունեն։ 1864-ին ռուսական այդ
վդարանտի մարդկանց թիվը մոտավորապես 1 միլիոնի է հասնում, որոնք Օսմանյան գայսրություն հավաստան կդան, եւ պատկերացնում եք 1878-ին Բերլինյան, այդ վեաժողովում, գիտեք, 61-րդ հոդվածը, որ հայերին էր վերաբերվում, այդտեղ այդ հոդվածը ասում է հայերին պաշտպանել չերքեսներից եւ քրդերից։ Ինչ պատահեց 14 տարվա ընթացքում միազգաբնակչություն եղավ Օսմանյան գայսրություն, 14 տարվա մեջ տնիկ տասնամյակներով, այսպես ասած 10,000 տարիներով այդտեղի տնիկ ժողովուրդ հայերին հեռանձեցին, որ այդ արդեն Բերլինյան վեաժողովում հոդված մտնում է հայկական արծի հոդված, որ չերքեզները մեզ վերահսում են։ Ուրեմն չերքեզները Մուշ, Վան, Էրզուրում, Բինգյուլ այդ տարածքում են եկել հաստատվելու, բայց Աբդուլհամիդը մտածել է, որ այդտեղ ավելի լավ է քրդերով հարցը լուծել, Համիդյան հենց այդ գնդերի ստեղծումը, որ Իրանում է գրում Սուլտան Աբդուլհամիդի, ուրեմն փոխարինել ծրագիրը չերքեզներով, մտածել որ օրը գալու է հայկական հարցը, քրդական հարցը իրեն համար գլխացավանք է լինել։ Գիսել է երկիրը երկուսի, այս ամբողջ բնակավայրերը, որ տեսնում եք չերքեզական, երկու նպատակ է հետապնդել, առաջինը այդ ժամանակվա մայրաքաղաք Կոնստանդնուպոլից տեսնում եք, ես ոնց են շրջապատել, մի հատ վահան են ստեղծել կոդի ուֆերային չերքեզներով, որոնք ամենագրվածանն էին, ամենագրվող իսլամի թրոշի տակ, և նաև երկրի հենց այդ հատվածը Սինոպից, այդ Սերձովյան ամենա Սուրանգինով, Օդեսայից ուղիղ ձողորիշներից է, մինչև Մուսալեր, կեսավ, այս ամբողջ տարածքը ինքը էսես երկուսի է։ Սա Սուլտան Աբդուլհամիդի պլանն է, որը նաև իտահադականները զարկ տալով զարկացրել են Մուստաֆա Քեմալը ավելի արել ինչու։ Չերքեզներն ու չեչենները Օսմանյան գայսրության բանակային կորպուսի ամենահեծյալների խումբ, հարցագողական խումբ, հենց այն առաջին քիծում հայտնվող եւ ընդհանրապես երևի ավելի լավ եք ճանաչում իրենց կան Օսմանյան գայսրության բնակիչները, այսպես ասած դուխով մարդիկ են, էլի պրոբլեմ չունեն, իրենք մայիս չեն բախենում, նույնիսկ իրենց համար բարգև է, աստուծո բարգև, իրենք իրենց երկնային թագավորությունում են գտնում եւ այլն, ու նրանք օգտագործվել են միայն ռազմական առումով։ Ամբողջ Օսմանյան գայսրության քաղտնի սպասարկությունների ցանցը, որ 1880-ների ավարտին է ստեղծվում, իրականում, որ այսօր Միլլի Ստիպարատ Թեշկիլատի է կոչվում, Աթատուրքի ժամանակ մահ կոչվում էր, Թեշկիլատը Մահսուսան, որ հայոց բնակչության ամենամեծ թերագադարում ունեցող այդ գառույցը, ուրեմն ղեկավարել են չերքեսները։ Առ այսօր Թուրքիայի ազգային անվտանգության նախարարության, երևելի բոլոր թեմքերը չերքեզներ են, բոլոր անխնիր։ Առանց չերքեզի չի գա ռազմական գառույց, չի գա քաղտնի սպասարկություն եւ նաեւ ոստիկանություն, ժանդարմերիա եւ այլն։ Իրենք անընդհատ հենց այդ թերագադարման բեմ որ գոյատևել են եւ այժմ էլ հենց եթե ասում ես Թուրքիայում բանակ, ապա իմացեք, որ այդտեղ չերքեզների գշիրը բավականին մեծ է եւ իրենք են որոշում ամեն ինչ։ Այս քարտեզը հենց դրա հենք հանդիսացող վիճակն է։ Աստված միառասցե, ասում են թուրքերը, եթե երկիրը բայտեց ներսից, ում պիտի ապահովեն, ապա չերքեզներին չեչեններին։ Այսպիսի իրավիճակ գոյություն ունի, որի մասին պետք է իմանանք։ Չերքեզների հատվածով վերջին ասելիքը պետք է լինի, որ ըստ պետական պաշտոնական տվյալների Թուրքիայի Հանրապետությունում ապրում է 3 միլիոնի մոտ չերքեզ, իսկ չերքեզների որ հարցնում ես, իրենք 25 միլիոն են, այսինքն պատկերացնում եք 77 միլիոնի 1/3, բայց դա զուտ չերքեզական պրոպագանդի բան է, բայց չերքեզները եւս վերջին դասնամյակում սկսել են ազգային ինքնության վերադարձ, իրենց ոչ թե թուրք, այլ չերքեզ գոչող չերքեզյան մշակույթ, թեպի չերքեզիա վերադարձ, մայրենի լեզու, թերթեր են հրավարակում, ունեն նաև գարջաժամկետ հեռուստահաղորդումների ինչ-որ բազա, Եվրոպայում չերքեզները իրենց թուրքական հանրապետությունից տարանջատելով բան են անում անկախ չերքեզական միավորներ եւ այլն, բայց իմացեք, որ վաղ մյուս օր չերքեզները, ալևիները եւ ալևիների մեջ հատկապես զազաները հիմնական թերագադարն է լինելու թուրք քրդական բոլոր փախումների
որին ես հիմա կանցնեմ եւ կպատմեմ ձեզ դերի ունենալիքը։ Կարճ մի հատ գենետիկայի կարդես կարելի է փոխել։ Սա Թուրքիայի Հանրապետության գենետիկ կարդեսն է։ Google-ում կարող եք մտնել նայել, որտեղ հենց թուրքերը իրենց գենետիկ կարդեսը անելով, այս գունավորումները թուրքական պաշտոնական ատյաններն են այսպես ասած, որ նրանց գից DNA բաներով բան։ Ուրեմն ըստ այս տվյալների շատ հետաքրքիր է, եւ այս պրոֆեսորները աշխատել են երկար տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեքսաս նահանգում, որտեղ կենտրոնացված է աշխարհի ամբողջ գենետիկայի բազան, եւ նաեւ Անգլիայում, Մեծ Բրիտանիայում, ըստ թուրքական պրոֆեսորների համատեղ հայտարարությամբ այժմյա Թուրքիայի Հանրապետության էթնիկ գենետիկ բանը հայերի եւ հույների արյունն է դրում, դարբեր թիվեր են առաջարկում 65%, 71%, 65%, կա 80% եւ այլն, եւ կան հոդվածներ, բազմաբիսի հոդվածներ, միայն վերջին 3 տարի նշեք, մի հատ Google մտեք, գենետիկա ADN թուրք հայ հույն, իրենք կբերեն բազմաթիվ լեզուներով եւ իրենք ասում են, որ մենք հայերի եւ հույների արյունը դրող կոմպակտ մի միավոր ենք ստեղծել։ Հիմա այս բաներում ցույց է տալիս, որ հենց այդ գաբույթ հատվածը, որտեղից իրենք Անատոլիային կոչվում, Անադոլու իրենց լեզվով, միայն այդ Թրակիայի հատվածում, Բալկաններում ալբանացիները եւ բուլղարներն են մեծամասնություն, մնացած ամբողջ հատվածում հասարակություն է գազում շատ հետաքրքիր է թելի գույնի նշվածը, որ սեմիտական, ուրեմն էթնիկ միավորն է խորհրդանշում, շատ յուրահատուկ է, որովհետև արաբները սեմիտ են, արաբների ներկայությունը այդտեղ բացառությամբ այնտեղ Ուֆա, Սլերտ եւ Մուսալերան հատվածը Ադանամի քիչ այս աստիճանի չէր կարող լինել, բայց քանի որ պատմական ընթացքն է, Եգիպտոսը անընդհատ արշավում էր Օսմանյան գայսուկտեն եւ կարող է այդպիսի արդյունքի հասնել, ամբողջ բարձկական հատվածը այդ կանաչ գույնով այժմ քրդապնակ Արևմտյան Հայաստանի գրեթե կեսը բարունակող հատվածը կա եւ նաեւ հյուսային հատվածում, որտեղ մեր Համշենն է, տեսնում եք այդտեղ այդ մանիշակագույն գույնով դարանչատված հատվածը, ուրեմն այդ ամբողջը Կովկասյան եւ հայկական, այսպես ասած, գեների բանով է արտացոլվել հենց այս կարդեսում։ Երկու գիծ կարդես սրան փոխեք նկարը։ Թուրքիայի Հանրապետության գենետիկ կարդեսի ըստ Հաբլո խումբերի գենետիկայի, ուրեմն բաժանումներով, գունավորումներով դրված է այստեղ, որ ասում է մոտ G2 հատվածը, որ հայերի մեծամասնություն է կազմում եւ մեր մեկն է, ուրեմն այստեղ Անատոլիա եւ Ռոման ասված բանը իրենք խետերին են քննարկում, իբրև թե խետերը հայ չեն, խետերը եւս հայ են, ուստի ասում են խետական եւ հունական հատվածն է գորիզը կազմում, ամենամեծ հատվածը էլի, դրան երկրորդ հատվածը իրենք կազմում են նաեւ հնդեվրոպական ժողովուրդների, որոնց հենց բնորանը գիտեք, որ մեր բարձրավանդակն է հայկական, իրենք այդտեղ երրորդ հատվածը, նայեցեք առաջին հատվածը 24%, երկրորդ հատվածը 16%, երրորդ հատվածը 12%, արդեն գեսին հասանք, Կովկաս են նշել, անունը Կովկաս են դնում, որտեղ չերքեզ, վրացի, լազ, հայ եւ նաեւ Կովկասյան հայ ժողովուրդներից են ասում այդ 12%-ը բաղկացած եւ այսքան։ Սա գրեթե գեսը հիմա այս բանը հետագապված մի հատ հոդված գարտերից են վերցրել, կփոխեք կարդեսը։ Սա հենց հայերի գենետիկ տվյալներն են, որ մեկը մեկ համապատասխանում է քիչ առաջ Թուրքիայի գենետիկ կարդեսում, սրանից մեկ առաջ ցույց տրված կարդեսին։ Եթե համեմատություն անեք, կտեսնեք այդտեղ, որ G1, G2, այո, G3 ներողություն 23% կազմող այս հայերի մոտ խումբը եւ R1B խումբը տեսնում եք հայերի մոտ մեծամասնություն են կազմում, նույնությամբ այդ Թուրքիայի Հանրապետության ամբողջ ազգաբնակչությունից վերցված գենետիկ կարդեսում այսպես է։ Սա միայն Հայաստան եւ Երևանում ապրող բնակչությունից վերցված տվյալներն են, թուրքերն են այս տվյալները օգտագործել, սա հենց այս մեր բաբերը գույն են եւ հայ են հոդվածից վերցված բաներ, բարձրապես մի այսպես տարանցիկ բան։ Փոխենք կարդեսը։ Հիմա Թուրքիայի Հանրապետությունում
Սա Թուրքիայի պատմության հիմնադրամի պաշտոնատող նախագահ, այժմ Թուրքիայի Հանրապետության ազգային ժողովում ազգային շարժում Կոշկայների կուսակցության Կեսարիայից ընտրված պատգամավոր Յուսուֆ Հալաջօղլու, շատ լուրջ դեմք է Թուրքիայի պատմագետների համար, այս մարդն էր, որ սրանից 5 տարի առաջ ասեց, եթե պետությունս թույլ տա, ես հայերի ամբողջ ցուցակը կհրապարակեմ, բայց դա պետական քաղաքնիկ է պարունակում, եւ ինքն էր հայտարարող, որ քուրդ մուրդ չի գա քուրդեր ասածը դրանք հայեր են, Ալևի, ինչ Ալևի, Ալևիները բոլորը Qızılbaş Ալևիները 100% հայ են, եւ այդ որ ասում են մենք հայերին գոդորել ենք, դա ընդհանրապես սուտ է, որովհետեւ եթե մենք գոդորել ենք, բայց կան միլիոններ ոնց մնացին, այս ամբողջը ծրդված հայեր են եւ այլն ասող մարդն է։ Հիմա հետաքրքիր է, որ երբ որ այս մարդը այդ բանը հայտարարեց, մի արշավ սկսավ այդ մարդու մոտ, հատկապես քուրդերի կողմից, որ ինչ է նշանակում քուրդ չի գա մենք հայ ենք, մենք իրականում քուրդ ենք, արիացի ժողովուրդ, ճիշտ է մենք հայերի հետ արիական ցեղախումբ նույն խումբում ենք, բայց մենք իրանյան մի ժողովուրդ ենք եւ ապրում ենք առանցին էթնիկ միավոր լինելով։ Հիմա սա շատ էական է, որովհետեւ հիմա որ ձեզ պիտի պատմեմ, մի հատ փոխենք սա, եթե հնարավոր է, ուրեմն հենց այդ Յուսուֆ Հալաջօղլուն էր ցուցակներ ներկայացրել, որ Քուրդիստանի բամորական կուսակցություն գոչված արդեն ռազմական կառույցի վերածված գրոհայինների մեծամասնությունը ձգումով հայեր են։ Հիմա այդ ցուցակը, որ ինքը ներկայացրել էր, մեջ կար 12,000 անուն։ Այդ ցուցակը կա հիմա, Google-ում կարող եք ճարել։ Ես այդ 12,000 անունից թուրք եւ քուրդ շրջանագում իմ ծանոթ վստահելի անձանց խնդրել եմ, սա լինում է սրանից մի երևի 6-7 տարի առաջ, երբ որ այդ ցուցակները արդեն Google-ում Յուսուֆ Հալաջօղլուն հրապարակեց եւ իրոք ըստ այդ մարդկանց եւ նաեւ իմ բայց քիչ իմ իմացած ճանաչած մարդկանց մեջ մեծամասնությունը ձգումով հայեր էին, այսինքն մինչև 1915 թվականը ուզածված բռնի իրենց ինքնությունից զրկված հայեր։ Այսօր տարբեր շրջաններում տարբեր գործունեություն են ծավալում, բայց քրդական ազատագրման շարժման գորիզը հանդիսացող դեղերում շատ յուրահատուկ է այս բանը։ Հալաջօղլի ասածը դեղին համապատասխանում է իրականության, որովհետև այդ մարդկանց ցակումով հայ լինելու մասին իրենք սկսան արտահայտվել միայն այս վերջին 1-1.5 տարիների ընթացքում, որ մի քիչ տարօրինակ է, որովհետև թուրքերը անընդհատ հայկական անունը հայ քարտը օգտագործում են հակակրթական պայքարում եւ այս վերջին 3-4 օրերում դեղ ունեցող բոլոր հարձակումներում, բոլոր անխդիր արևելյան հատվածը, Էգեյան հատվածը, Իստանբուլ յուրաքանչյուր հարձակվող օգտագործում էր հայի բիջեր, հայի վիժվածքներ արտահայտությունը, երբ որ հակակրթական ինչ-որ արարք էր կատարում, բռնարարք էր կատարում։ Գիտեք, միայն այս 2 օրերի ընթացքում 100-ից ավելի մարդ զոհված է եւ այդ զոհվածների մեծամասնությունը ազգությամբ քուրդ են, ճագերդյալ, չգիտենք, հայեր։ Միայն այս վերջին 3 շաբաթվա Փանագի քրդական ազնագրման շարժման գրոհայինների բախումների ընթացքում զոհվածներից մոտ 113 հոգի, եթե չեմ սխալվում, մոտ 1/3-ը չտրպատված էր եւ թուրքերը անընդհատ այդ փաստը օգտագործում են, այդ բոլոր սպանվածներին շալվարները իջացնում լուսանկարում են տղամարդկանց, հենց տեսնում են, որ թրպատված չի, ուրեմն հայ է, որտեղ ուրիշ անգամ չի մնում, չէ որ մուսուլման քուրդերը թրպատվում են, եթե մարդը չի թրպատվել, ուրեմն ասում են սրանք ցակումով հայեր են, եւ անընդհատ այդ բանը, այսինքն մենք ուզենք թե չուզենք այս իրավիճակում, փոխեք նկարը, իրոք որ մեր բնորանում ինչ կարգավիճակով մենք լինենք, ձգտված, իսլամացված, ալևիացած, Qızılbaş, յուրաքանչյուր դեղ գանք իրոք գիզագետում ենք եւ դա Թուրքիան անընդհատ հիշեցնում է, անկախ մեզնից։ Այսինքն դա հիշեցնում է թուրքական ազգաբնակչության զազաներին, քրդերին, հայերին, ինչու՞ չէ ասում ես որ դու կարծում ես դա քուրդ է, դա իրականում հայ է։ Այս միան վերջին շաբաթ այդ Սելատին Դեմիրտաշ անունով դղան, որ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հենց համանախական հանդիսանում, փալուցի է,
այո, ինքը ծնվել եւ մեծացել է հայկական տան մեջ, ճիշտ է, Փավիում, նույնիսկ այդ ընտանիքը դա, հիմա այդ Փավիի ընտանիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ապրում, ինքը լինելով Ալևի հենց հատվածից, այդ Սելատիներ վաշը, ծագումով հայ չի, հայեր այդ որևէ առնչություն չունեցող մեկն է, իրոք, ինքը զազայ քուրդեր չի, բայց այդ մարդուն իբրև հայ են ներկայացնում միայն այս վերջին երկու շաբաթները, որովհետև դա իրենց հենց այդ ազգային անվտանգության նախարարության հիմա այդ մասին գարդայդվեմ պլանների մեջ է մտնում, որ թշնամին 100 տարի հետո 2015 թվականին գրգին հայերն են եւ պետք է մատնացույց անել անպայման հայերին, հետո պիտի անցնեն նաեւ Հայաստանին, այս Հայաստանին դրան նախապատրաստություններն են սրանք, ուրեմն նման պրոպագանդի են դնում։ Հիմա մի հատ կարելի է փոխել բանը, նկարը։ Սա Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ուրեմն արտահայտած միտքն է, որ տարածաշրջանի բոլոր քաղաքական, ռազմական, տնտեսական գործընթացների ամենակարևոր դերակատարն է եղել Թուրքիայի Հանրապետությունը։ Հիմա էլ այդպես է, վաղն էլ այդպես կլինի։ Ուրեմն Ռեջեփ Թայիփ Էրդողան մի մարդ, որի պետք է արդեն լավ ճանաչենք, ինքը ասում է, որ ինքը ծագումով գես վրացի, գես լազ է։ Լազերը մեգրելներ են արդեն, իբրև ժողովուրդ։ Հիմա մարդը դրա մասին արտահայտվել է բազմիցս։ Այս մարդը Թուրքիայի Հանրապետության այժմյան նախագահի կարգավիճակով անցնող մարդը, իրոք, որ շիզոֆրենիային հատուկ դրսևորումներով անտես գալիս, բավականին երկար ժամանակ եւ դարձել է պատուհասը տարածաշրջանի ընդհանրապես տեղի ունեցող կամ տեղի ունենալիք զարգացումներում, ուրեմն մերձ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի, այսպես ասած, իբրև դրածո, որովհետև առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն DC Թուրքիայի Հանրապետությունում երբեք 23 թվականից հետո մեկ նախագահ չի ընտրվել, չի գանում անպան, դա նշանակում է որոշումը կայացնում է Վաշինգտոնը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ մենք բոլորս գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ով է այդ ամբողջ քաղաքականության, դրանց թե ներքին թե արտաքին, այդ երանգը ձևավորում եւ որոշում ներկայացնում, սա նշանակում է այսօր ռադիկալ իսլամի թիրքերից հանդեսվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդքան էլ այն մարդը չի, ինչի որ ցույց է տրվում, ես հակված եմ գարձելու եւ բարձրապես կարծիքս ես խնդրում եմ իբրև հալածյուղիդեղ չընդունել ասածս Թուրքիայի Հանրապետության գազམ་քանդման գործընթացի սկիզբն է այս դեր ունեցող իրադարձությունները, իրոք ես այդպես եմ մտածում, որովհետեւ բոլոր կոմպոնենտները բերում են այդպես մտածելուն, բայց սա երկար մի գործընթաց է, որտեղ բոլոր այդ puzzle-ը հավաքվելու է ժամանակի ընթացքում, ուժերի փոխհարաբերությունների փոխման գիզագետում է հայտնվել եւ այդ ամբողջը ոչ թե շիզոֆրենիկ լինելու համար, այլ հենց հանձնարարված լինելու համար իր ուսերում գրում է հենց այս մարդը, որ տեսնում եք, նրան հանձնարարված երևի այդ առաքելությունը եւ նա ես եմ այդպես ասում, գրգին անգամ եմ ասում, խնդրում եմ իմ իբրև տեսակետ ընկալել, իմ ասածները ոչ թե բարձրագույն ճշմարտություն կամ 100% ճշմարտություն, ինքն է գազམ་քանդելու այս Թուրքիայի Հանրապետությունը եւ դա իրեն հրահանգավորված է։ Այսինքն դա գդարում է մի հրաման է գդարում եւ որի կոմպոնենտների մասին ես հիմա արդեն գասեմ ինչ որ ասելիքս է հիմնականում։ Սա, այսպես ասած, մի բդույթ էր հասնելու համար այժմյան իշխանությունների կարգավիճակով վերջին 1-1.5 ամիսներում արդեն սրված եւ մինչեւ նոյեմբերի 1-ը կուլմինացիոն գետին հասցվելիք իրադարձություններին։ Ինչ է նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 1-ը 7 հունիս 2015 թվականին տեղի ունեցող, խորհրդարանական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որ 2011 թվականից իշխանության գլուխ եկած արտարություն եւ զարգացում լուսակցության ամենաերևելի թեմքն է, ինքը քաղաքական գործիչի, միակ բարդությունն է։ Եթե ընկալենք դա բարդություն, այսինքն իրենք բարդություն են ընկալում, երբ որ 50% մեկ չունեն, դա վերաբերում է արտարություն եւ զարգացում լուսակցության, որովհետեւ 2011-ից սկսած գրեթե
մեկին հաջորդող բոլոր ընդրություններում այս կազմակերպությունը քաղաքական միավորը անընդմեջ առանց որևէ բարդության գրել է բոլոր ընդրություններում։ Տեղական ինքնակառավարման Ինչպես? Տեղական ինքնակառավարման մարմիններ, խորհրդարան, նախագահական բոլոր ընդրություններում ուրեմն գրել են։ Մի անգամ 100%-անոց ընդրություններում չկարողացավ ընդրվել, բավասիկ այս դեպքերի արդեն նախադեպը կամ հիմքը հանդիսացող 7 հունիս 2015-ի ընդրություններն էր, որտեղ ուրեմն ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն գոչված քրդամետ կուսակցությունը, որ քիչ առաջ նախագահի մասին, համանախագահի մասին տվյալներ հաղորդեցի Սելատին Նեմիրտաշի 80 պատկանավոր մտցրեց խորհրդարան։ Սա անսպասելի էր, որովհետև մինչ այդ իրենք ունեին միմիայն 34 պատգամավոր եւ խոսվում է, որ եթե այդ բարաժը անցնի, գա ընդրությունների համար խորհրդարանական ընդրություններն համար մի բարաժ, որ պետք է 7% ախտահարող կուսակցությունները կարող են դեղ սպասեցնել խորհրդարանում, մոտ 13.8% ստացավ ժողովրդների դեմոկրատական կուսակցություն անուն քրդամետ կուսակցությունը, որ մինչ այդ Աբդուլլահ Օջալանի, ուրեմն Քուրդիստանի բամորական կուսակցության հիմնադիր նախագահի, որ գիտեք Իմրալու Փանուն գղզում դադարեցված է ծմախ բանդարգության, Թուրքիայի Հանրապետության պետական իշխանությունների հետ վերջին 3 տարվա Սիլիբիլիի ճուր ընկնելու փաստարկն է այս կազմակերպությունը, որովհետև կազմակերպությունը ասում է քրդական հարցը պետք է տեղափոխել քաղաքական դաշտ եւ հարցի լուծումը կարող է միայն քաղաքական դաշտում ստացվի եւ քրդական ազգաբնակչության մեծ մասը այսպես է մտածում, արդեն հագվում է այսպես մտածելուն, իսկ մինչ այդ գար ու չի գար քրդական փեշմերգա գոչվածները, այսինքն իրենց ֆիդայիները, ազատամարտիկները, որոնք սարերում գրում էին թուրքական պետական բանակի եւ ժանդարմերիայի կամ ոստիկանության ուժերի դեմ, որի այս 1984 թվականին սկսած բախումներում մոտ 35,000 մարդ է զոհվել այս ընթացքում թուրք-քրդական բախումների ժամանակահատվածում եւ ուրեմն այդ ռազմական գառույցի շարունակվելու հենց հարցադրման ժամանակ վերջին 2 տարում զինադադար էր հայտարարվել եւ քուրդերը միակողմանի իջան քաղաքներ զենքերը թաքցնելով, բայց չհանձնելով թուրքական կողմին եւ մի հատվածնալ Իրաք կամ Սիրիա ուրեմն տեղափոխվեց իր ռազմական ուժերը կամ մարդկային ուժերը, կարելի ասել, հիմա ելը վերադարձել է ամբողջը, քուրդերը ասում են, որ մենք հերթական անգամ օգտագործվելով խաբվելու ենք թուրքական պետական իշխանությունների կողմից, ուստի ժամանակն է արդեն ինքնուրույն քաղաքական թերագադարում ստանցնել տարածաշրջանում 40 միլիոնից ավել ենք, ինչ է եղել, որ այսօր ամբողջ աշխարհում ձևափոխումներ են դեղ ունենում, մենք եւս պետք է այսպես ասած մեր դերը ունենանք այս բաց երկրի տակ իբր պետական միավորի միջոցով, քանի որ դա երկու բաղադրյալ ունի, առաջինը իրաքյան, հյուսիսային Իրաքի հատվածում այսօր Մասուդ Բարզանի գլխավորած ավտոնոմ Քուրդիստանի տարածքը, որը ամերիկյան եւ բրիտանական ռազմական ուժերի կողմից ապահովում է ամբողջ իրեն բանը տարածքը եւ քուրդերը առաջին անգամ իրենց պատմության մեջ թեկուզ ավտոնոմ մի շրջան են ձեռք բերում, ճանաչված ավտոնոմ շրջան, հենց իրաքյան կառավարության կողմից եւ 3 կարևոր կոմպոնենտներից մեկն են Իրաքում կան քրդեր, որոնք ամբողջությամբ իր ամբողջ ազգաբնակչությամբ սուննի են, կան սուննիներ, արաբ եւ կա շիաներ, ներքևի հատվածը Բաղդադից ներքև Բասրա, որ հենց իրանյան հատվածին, այսպես ասած, համագրող հատվածն է, շիա լինելու հանգամանքով, այսին արաբներ եւ քրդերից բացի կա այդտեղ շատ փոքրաթիվ ասորիներ, քաղտիասիներ եւ հայեր, բայց շատ արդեն փոքրաթիվ էլի հյուսիսային հատվածներում, ոչ թե Բաղդադ Բասրա, այլ
այսօր քրդական ավտոնոմիա ներկայացնող հատվածում, ուրեմն դա առաջին, այսպես ասած, դեղն է, որտեղ քուրդը կարող է ոտք դնել։ Երկրորդ տեղը հենց Սիրիայի արաբական հանրապետությունում այդ իսլամական պետություն Դաեշ կոչված գազագերբության հրահարած ռազմական պահումների ընթացքում ինքնըստինքյան առաջ եկավ, քուրդերը գոչում են դա Ռոժավա, Կոբանի, Ասեքի, Ռակկա, Կամիշլի, մինչև Հալեբ Էֆրին հասնող հատվածը, որ պատմական Ասորեստանի հատվածն է և նաև հայապանակ շրջաններ են այդ շրջանները, որտեղ քուրդերը ճիշտ է, այս վերջին 20-30 տարիներում արդեն դեմոգրաֆիկ ժողովրդագրական առումով մեծամասնություն են կազմում այդ շրջաններում։ Թուրքիայի Twitter և Facebook-ը բայտել է այս փոխաբերական նմանությամբ կամ զուգահեռներով, որը գրգին անգամ հայկական, այսպես ասած, իրավիճակի այս ժամանակակից այս պահումներում հիշադակմանը առիթ է հանդիսանում, բայց այդտեղ մենք գրգին անգամ եմ ասում բան չունենք ուրախանալու առիթ, ինչու։ Մենք այս տարածաշրջանում, ես մի անգամ ևս երևի այստեղ էր, որ ասեցի, 15 թվականի ցեղասպանությունից հետո մենք մեծամասնություն էինք կազմում գրեթե Թուրքիայի Հանրապետության վարչական տարածքին հարող բոլոր պետություններում, այսինքն փոխաբերական այդ մեծամասնություն իմ ասածը, Իրանում մենք ունեինք մոտավորապես 500,000-ի 5 միլիոնից ավել ազգաբնակչություն։ Իրաքում շատ ծանրագշիր ներկայություն ունեին, հատկապես տնտեսությունը, ռազմական ոլորտը, քաղաքականությունը Իրաքում հայերով էր ձևավորվում։ Սիրիայի արաբական հանրապետության մասին որևէ բան ասել պետք չի, եթե ոչ դա մեր երկրորդ հայրենիքն հանդիսացել։ Մենք դեռ զորից հետո հենց Սիրիայում ենք, այսպես ասած, խառնել մեր մոխիրներից, Հալեբ, Դամասկոս, Լատակիա, ինչու՞ չէ, Կամիշլի, Ռակկա, Հասեքի, այդ ամբողջ տարածաշրջանում իրոք որ Սիրիայում ամեն ինչ քաղաքակրթության առումով ստեղծող ազգի զավակներն են եւ շատ հարգված։ Սիրիայում երևի թե արաբները իրենք լինելով արաբական հանրապետություն այդքան հարգված չեն, ինչքան հայությունը։ Հիմա տեսնում ենք Սիրիայում ինչ է մեր վիճակը։ Լիբանան, Հորդանան, Եգիպտոս, Գիբրոս, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, այս ամբողջ տարածքում Սերձովյան այդ ամբողջ ափը հայության ներկայությունը, սովետական խորհրդային ժամանակաշրջանում նույնիսկ Ռուսաստանի դաշնություն, ամենուրեք Ադրբեջան, Վրաստան հայության ոց բաներ երևի մի քանի միլիոնի հասնող ցեղասպանությունից հետո հիմա անուն կա, անուն չկա։ Մենք չգանք ոչ մեկտեղ ընդհանրապես։ Բացառությամբ երևի թե միակ տեղ գանք, դա ոչ մեր ինքնությամբ Արևմտյան Հայաստան։ Արևմտյան Հայաստանում դեսագարար գշիրը հայության, ըստ իրենց էթնիկ ծագման եւ թվականակի մեծ է, ահռելի մեծ, բայց նրանք իրենց հայ ինքնությամբ չեն ապրում եւ փոքր ձիլերն են, որ մենք միայն վայելում ենք այս վերջին ժամանակահատվածում, ինչպես համահայկական 6-րդ խաղերում դուք տեսաք, որ միայն Արևմտյան Հայաստանի տարածքից 7 թիմեր էին մասնակցում։ Սա առաջին անգամ Մուշ, Վան, Բիտլիս, Տիգրանագերտ, Դերսին, ուրեմն Մուսալեր, այս մեր բոլոր հայրենակիցները կայլեցին հենց այդ դեղական Սասնո, Մուշո, Վանի եւ այլն Տիգրանագերտի դրոշակի տակ, եւ բոլորը իրենք հայ են եւ իրենց հայ ինքնությունը բարձրաձայնում են, չեն թաքցնում։ Հիմա այս մարդկանց բոլորի շրջանակը միլիոններ են կազմում այդտեղ, բայց այս փոխումների ընթացքում յուրաքանչյուր տեղ համար մեկ վտանգի ենթարկվող ազգաբնակչությունն է։ Դրա համար է, որ ես շատ մտահոգված եւ մտավախություն եմ գրում իմ մեջ, շատ լավ ճանաչելով թե քրդերին, թե թուրքերին, այդտեղ եմ ծնվել մեծացել ինքս եւ երկուսն էլ ոչ քաղաքակիրթ եւ շատ հետամնաց, ոչ բանական գործողություններին ընդունակ ազգային միավորներ եւ վաղամիջօր մենք կարող ենք կրկին անգամ ոդի տակ գնալ հատկապես որ եթե նկատի ունենանք որ այս ամբողջ խաղը այսինքն սցենարը Վաշինգտոն DC-ից է գալիս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Հրեաստան Իսրայել թանդեմի մատուցումն է տարածաշրջանին, իսկ նրանք գիտեք որ գլոբալիզացիոն գործընթաց ըսված հենց այդ քաղաքականության հենագետն են հանդիսանում
եւ այս մեհանագետի թեմ գանած է մի առանցք, այսպես Ռուսաստան, Հայաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան, չէ՞, ասենց մի հատ աղեղ։ Այս երկու ուրեմն բանի դարբերակների փոխման գիզագետում ենք հայտնվել մի անգամ եւս մենք հայերս։ Միտեղ հենց այդ աղերի վրա մեր pedagogan միավորով Հայաստանի Հանրապետությամբ այստեղ իր արդակախտող եւ գրեթե իրոք դեմոգրաֆիական աղիդը առաջ կանգնած զինուժով եւ զինագոչի տարիքի եղած տղամարդկանց թվականագը երևի բոլորս գիտենք, որ զիջում է հայկական սերի ներկայացուցիչներին եւ եթե այսպես շարունակվի, մենք կարճ ժամանակ հետո, չգիտեմ, հաստատ երկար լինի այդ բանը, բայց մենք կարող ենք ինքներս զինվորական ուժ ներկայացնող pedagogan միավորից զրկվենք։ Այս pedagogan միավորի մասին է խոսքը։ Հենց Արարատ սարի մյուս կողմում եղած մեր ազգաբնակչությունը շատ ավելի փոխորազնի, որտեղ գրգին անգամ ինքը ոդիդակ գնալու հանգամանքով հանդես գալիս, որտեղ քիչ առաջ որ ձեզ ասեցի մի բան, որ հիմա մի քիչ բացեն փակագծերը, այսօր քրդական համորական գուսակցության քաղաքականությունը ձևավորող 5 մարդ կա, 5 հոգի, որից մեկը ազգությամբ թուրք է, Դուրան Կավկան, քուրդի ընտարած, բայց ինքը նվիրված այսպես ասած քրդական ազատագրման շարժման մեջն է։ Երկրորդը ուրեմն Մուրադ Կարայելը, Ուրֆացի, հենց Աբդուլլա Օջալանի հայրենագից Շաֆի կուրդ, այսին սուննի իսլամների ներկայացուցիչը, որը համար 1-ն էր մինչև 1 տարի առաջ, հիմա արդեն համար 3-ն է գազագերբությունը։ Երկրորդ մարդը, երրորդ մարդը Ջեմիլ Բայիկ, մեկ կողմից խարպերցի, մոր կողմից դադիգը հայ, հոր կողմից ուրեմն իսլամ, մի անձնավորություն, որը այսօր համար 1-ն է քրդական ազատագրման շարժման եւ ինքն է որոշումները կայացնող անձնավորություն, անշուշտ կոլեկտիվ է վերցնում բոլոր որոշումները։ Չորրորդ մեզ համար կարևոր անձնավորություն Մուստաֆա Կարասու, մոր կողմից հայ, հոր կողմից Զազա, Ալևի Ղզլբաշ, Դերսիմցի մի տղա, որը շատ հայամետ կեցվածք է դրսևորում եւ չի համաչում իր այսպես ասած հայ լինելուց։ Եվ վերջին անձը Դեսե Հոզատ Դերսիմցի, մեկ կողմից հայ, մեկ կողմից Զազա, Ղզլբաշ Ալևի մի աղջնակ, միակ իգական սերի ներկայացուցիչ անցածող անձը, այս 5 հոգին բոլոր որոշումները կայացնողներն են այժմ իրաքյան հատվածում Քանդիլ գոչված դեղում յուրաքանչյուր փախում իրենց հրամանամը դեղի ունենա։ Եթե անկանխատեսելի մի հարձակման թիմադրելու իրավիճակ չկա, Վանում, Ինգյոլում, Էրզուրում կամ Իգիդրում, որ իրենք չեն կարող հասու լինել այդտեղ, ապա այսպես ասած գազագերբության անց քրդական ազատագրման շարժում այս 5 մարդուց պատկերացնում եք 2-ը հայ, այսին ցակումով հայ, գրգին անգամ շեշտում եմ այստեղ։ Ես սա շատ կարևոր հանգամանք է։ Ում պատկերացրեք, եթե իրենք հայկական ինքնությամբ լինեին այս մարդիկ, ապրեին հայկական ինքնությամբ, ինչպես ես, դուք եւ այլն, ինչ կլներ վիճակը։ Հենց այս մեզնից, ձեզնից եւ PKK-ից եւ քուրդերից ավելի լավ վիճակին դիրապետողը քիչ առաջվա այդ մարդն էր Յուսուֆ Հալաջովը, որ մեկ-մեկ գիտի բոլորի դոսիեն, յուրաքանչյուրի դոսիեն ունի Թուրքիայի Հանրապետությունը։ Ուստի նա շատ լավ գիտի եւ անընդհատ այդ ռոպագանդը դակասնելով, որ մատուցում է ամբողջ հասարակության, որ PKK-ն հայկական գազագերբություն է, որ քուրդերը դրանք հայեր են, տեսնում եք սրանք թլպատված չեն եւ այլն։ Այսպես մեծացրեք, ավելացրեք, ինչքան կարելի է իրենց պրոպագանդի արդիվ։ Հիմա Հայաստանը այս ամբողջում չի գա, անուն գա, համանում չկա մի հատ բեդություն։ Տարածաշրջանում իրոք գրակ կա, այսին վար է այդ գրակը, անգախ մեզնից վարում են, անգախ մեզնից շատացնում են, քչացնում են, մեղում են կամ ոչ, մենք չի գա։ Հայաստանը Հանրապետությունը տարածաշրջանի արդիվ որևէ դեսլական, քաղաքականություն, թեկուզ դեսական էլի դες թեորիկ գրված մի բան, որ ինչ է մեզ սպասում վաղը, քալամիս, ասենք եկող դարի, ինչ կլինի եթե ասված միասը Իրանը այս խաղերի մեջ մտավ վաղը, դե շիա հատված գա, քրդական հատված ունի այդտեղ, կարող է ներքաշվի Իրանը այս ամբողջում, ինչ կլինի Հայաստանի հալը, վիճակը, մենք ինչ ենք ուզում ընդհանրապես աշխարհում այստեղ, ռուսական ծրագրերի որ հատվածում են մեզ, եթե թույլ տալիս է բարոն Պուտինը, մարդու տեղ տնելով մեզ, ինչ է որոշում մեր տեղը, անհասկանալի է, դու պատկերացնում եք քուրդերի առաջին
հագա զինվորական փախման գիշերը Ռուսաստանը հայտարարեց, որ ինքը ճանաչում է Թուրքիայի ամբողջականությունը։ Ասես բան չի գա աշխարհի դիվանագիտական պատմության մեջ կոնե ես չեմ հանդիպել, եթե գիտե ավելի լավ իմացողը տարածաշրջանային կընտրեմ, ով հարցրեց Մոսկվային Թուրքիայի հանրապետության ամբողջականության մասին կարծիք հայտնել, դիրքորոշում հայտնել։ Կգտեց բան։ Ինչ որ 4 հատ տղա ցերկերնին Կալաշնիկով մտնում են 10-12 հատ թուրք զինվորին սատկացնում են, սպանում են եւ Մոսկվայից հայտարարություն շշմելու բան, չէ՞։ Մի հատ մտածեք էլի։ Ինչո՞վ։ Որտեղից։ Այսինքն Ռուսաստանը մի անգամից դիրքորոշում արձակում է, ես այդտեղ Թուրքիայի կողքին եմ։ Երևի բարագիզերը եթե բացելու եմ 100 հատ բան եմ ասելու, ենթադրություններ, չգիտեմ ինչներ, բայց մեր բեդությունը որ որևէ քաղաքականություն չի որում այսպես մեր նման փորձագետների, մեր ուսապանների հենալ ինչքանով դեղեկացված են ով ինչպես չգիտեմ, մագարտակի հարց է քննարկվում։ Տարօրինակ է։ Ես շատ կուզենայի, որ մեր արտաքին գործերի նախարարության համապատասխան երկիրների հետ աշխատող հատվածը նման սեմինարներ անցկացնի, ներքին կարգով իրենց համար, ոչ թե մեզ հասարակության հեռուստացույցով չասեն, մենք Իրաքում ում հետ կապ ունենք, չկա կապ, շշմելու բան։ Բացառությամբ քրդախոս հայության հատվածը, որ արևդրատնտեսական գավերում ամեն ինչ իրենց ձեռքում է, բարեպաղտաբար, շագերդի հատ բարեպաղտաբար, չգիտեմ, վաղ ինչ կլինի։ Իրաքը, որ այսօր Քուրդիստանյան հատվածում այսպիսի մի հատ բեդության, շինարարության թափով աշխատանք է կատարում, հավատացեք, բոլոր ինժեներական խումբը հայերից է բաղկացած, որոնք քրդախոս հայերն են տարբեր երկրներից, այդտեղ գնացած ընդգրկված։ Գա դրանց հետ կա, չգիտեմ, եկեղեցին գա ունի մեր այդտեղի հոգևոր, այսպես ասած, առաջնորդ տարանի հետ, այդտեղ զինվորական զինված խումբեր ունենք, հայկական, հենց քրդական շրջաններում ակտիվ գործող եզիների հետ, ասորիների հետ, համադեղ, ինչ կլինի վաղը նրանց հետ, ինչպես կլինի, կարող է մեր կանայք եւս փոխցնեն եւ եզիներուն ման ծախեն 100-500 դոլարով աշխարհով մեկ հետ Դաեշ կոչված գազամագերբությունը, ցայն չի գա։ Սիրիան, տեսնում եք, չէ՞։ Այսինքն ընդամենը մոտ 10,000-ի շուրջ հայություն կարողացավ Հայաստան գալ, ես ում տեսնում էի 4 ամիս առաջ արդեն Շվեդիա, Հոլանդիա եւ Ամերիկաներում են զվարել։ Գնում են մարդիկ այստեղ Սիրիահային իբրև օդարոդի են վերաբերվում այդքան հերոստացույցերով, Հրանուշ Հակոբյաններով եւ Սպիրկյան, չգիտեմ ինչ նախարարություններով հանդերձ, ինչու՞ պիտի այսպես լիներ։ Հա, ես չգիտեմ։ Հա, ընդհանրապես դարաշրջանում այդ դերի ունեցող գործընթացներում չգանք, բացակայում ենք եւ դա առավել քան բոլորին պիտի մտահոգի հենց Հայաստանի ազգաբնակչության, որ ինչպես մենք հիմա մեկի դեր 10 հատ պլան պիտի ունենանք, հենց միան Արևմտյան Հայաստանում պլան A, պլան B, պլան C եւ այլն, մեկը չի ստացվում անցել մյուսին, թուրքերը 4 հատ ունեն, 4 հատ pedagogan, օրեն որոնցից հենց պլան C, հենց հայկական գործան օգտագործել քրդական հարցում կուլմինացիոն գետի։ Ցանկացած ժամանակ թուրքը կարող ասի ախպեր, ես եմ քեզ գոդորել, եթե ես քեզ գոդորեցի, բա ինչու քո տանը ես չեմ ապրում, ինչ պիտի ասենք։ Մի հատ հարց է տալիս, որը երկու սայր ունի։ Քուրդը լռում է, հայը լռում է։ Իմ տանը այսօր քուրդն ապրում։ Դա փաստ է։ Իմ տանը, որտեղ ես ծնվել մտածել եմ, քուրդն ապրում է Նեմրուտսարի Ստորոդին, հայոց աստվածների գտնված Ադիամանում, հա։ Չի ապրում թուրքը։ Ես մա որ գրամ մինունում, ում մի դասեմ էլ մի հատ դուրս արի, ալվեր, քուրդին մի դասեմ, բայց անունը Թուրքիայի Հանրապետություն, հա։ Որոշողը ինքն է, վարչական միավորը ինքն է հանդիսանում, եւ եթե թուրքը նման բան արեց, որ ինքը ասում է, ես այստեղ էթնիկ, տեսնում ես, որ ես չգամ, այս նշանակում է սրանք կոդորեցին, սրանք ալ դիրացան կամ գնա իր այդ հաշիվները մաքրի, ես ինչ պիտի անեմ։ Ես ունեմ քրդական քաղաքականություն, քրդամետ, հակաքրդական, միջին, ոսկե միջին, Արցախ չի գա, շշմելու է, բայց չի գա, այսին լասինելու վիճակում ենք մենք հայտնվել, իսկապես, անընդհատ պատմական այդ անցյալից ազգային ազատագրական երկերով ենք հիշում միան դրանց, բայց այդպես չի, հիմա 3 ճարչյոր, 2 ագամ բայթես Դիարբեկիրում, Դիկրանագեր, Սուրբ Գիրագոս, այսին Խենչեբեկ հայկական թաղամասում, Սուրբ Գիրագոս եկեղեցուն գից հատվածը, որտեղ պիտի, որ հյուրանոցի վերածվի, արդեն անօգտագործելի վիճակում է։ Լաղաստված մի արասի, այդտեղ մենք միություն ունենք, Դիկրանագերդը Սուրբ Գիրագոսի անվան, այդտեղ հայերեն դասներ են դրվում, հայ ազգի երեխաներին իսլամացված, մի զարդոնքի շրջան էր ապրում,
այս ամբողջը կամին առնի գդանի, այսինքն մեր այդտեղի այդ բնակչությունը ևս կհասկանան, որ ստոպ, հեչ, հայ, մայ ասելու ժամանակները չեն, հենց ասում ես քո գլխին է գալու դա, որովհետև կոշկայլերը, այսպես իրենց կոշկայլերի խորհրդանիշով, փողոցներ են իջնում, խուժանը, այդ բաշկոզուկները ինչ արեցին Սումգայիդ, այսպես արեցին միայն Իստանբուլ, Էսկիշեհիր, Անտալիա, սկսած 3 օր սպանտեր գնում, եւ ամբողջ թուրքական ոստիկանությունը, ասենց Թիդորտի կարգավիճակում այս ամբողջին հետևում էր, եւ գանեն ինչքան ուզեք այդքան արյան մեջ կխեղդեն, որ այդ երկիրը իրոք կդառնա երևի թե ձող, էլի արյան ձող այդ վիճակով։ Եվ իրենք դրան նախապատրաստություններ ունեն, յուրաքանչյուր տեղին հարմար իրավիճակում ինչ-որ քաղաքականություն են վարում, 4-5 օր պատկերացրեք Ջիզրե քաղաքում, հենց Իրաքին սահմանագից Ջիզրե քաղաքում, որտեղ 100% ազգաբնակչությունը քուրդ է, մի փոքրիկ երեխա սպանված փամփուշտով թուրքական զինվորի չէին կարողանում փոքրիկին թաղումը գազམ-երբել եւ սառնարանի մեջ էին դրել, որ չոզի պատկերացնում եք ընտանիքը իր երեխային չի կարողանում թաղել։ Սա այդ քրդաբնակ շրջանում է իրաքյան հատվածում է պատկերացնում ես մարդկանց ինչ վիճակի կարող են բերել վաղը, հույսով որ իրոք արյունը չես կարող գանգնեցնել այդտեղ։ Այս ամբողջը ես գրգին անգամ եմ ասում ունի երկու նպատակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է Թուրքիայի Հանրապետություն, այսինքն վարչական պետական միավորը Անկարա, հենց իր թուրիդակ անցնողի կարգավիճակով մնա եւ իր յուրաքանչյուր դելատրանք, ինչ իրեն գորդորի, դա կգադարի ամբողջությամբ։ Կամ երբ ուզի ինչպես ուզի կխաղա։ Այսօր քրդական կորձոնը մեջտեղ բերող եւ խաղացող հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելն է։ Դա շատ բացահայտ է։ Այստեղ ոչ ոք չկասկածի դրան։ Ոչ ոք։ Եվ այդ որ իրենք փասականորեն ազգային ազգական պայքարները հագաիմպերիալիստ, հագասիոնիստ, հագաչգիտեմ ինչ, այսպես ասած արաբական աշխարհում ընդունված գարկախոսներով է համեմված։ Դրանք միայն համեմված էլ մնացին։ Արդեն ինչպես մուշպանկաղից հիշատակ չմնաց սովետական միությունից, այդպես էլ իմպերիալիզմից եւ սիոնիզմից, որովհետեւ այսօր միջին արևելքում քաղաքականությունը դիրաբեդող ուժը հենց Ամերիկա եւ Իսրայել տանդեմն է, որ դանում է, որտեղ ռուսերի ընդհանրապես որևէ բան ներկայություն չի դրսևորվում։ Դեսնում եք, եթե դրսևորվեր, Բաշար al-Ասադ ասկան խեղճուդրակ վիճակում չէր գտնվի։ Իրանը եւս, որ Իրանը այսպես համարձակ քայլերով ողորդում էր, ոչ թե ռուսերի շնորհիվ բրգվեց, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի քաղաքականության մեղմացման շնորհիվ, որ իրենց այդ այսպես ասած միջուկային ուրանիումի հարստացման բանը կարողացան կանխել, իրենց համար շատ վախենալու բան էր դա, Իսրայել պետության, որ ելի իրենց քաղաքականության, այսպես ասած, շահավետ արդյունքներն են։ Ինչ է, հիմա առաջինը Թուրքիային սանձել այս իրավիճակում, իրեն ենթարկացնել 100%։ Եվ չի սպասում մեջ իրա դարդը չի ինչը ոչ բան չի գործում։ Ինքը դարանչատման կդանի ամբողջ տարածաշրջանը։ Եվ այդ դարանչատման դարած ժամանակ փոքրիկ շատ ավելի ենթարկող եւ գախյալ վիճակի ինչ որ միավորների վերածել։ Իրենց համար ինչ տարբերություն, հիմա Իրաքյան Քուրդիստանը ինչպես է 100% իրենց էր, 100%, ոչ թե 99.9, 100%, հիմա Օբաման զանգեց Բարզանին զուգարան չի գնա, վերջ, այդտեղ չիկա Քուրդ, չիկա Քուրդիստան, չիկա ավտոնոմիա, սա երկու անգամ 2-4 ժողովուրդ, հասկացեք, իրոք այսպես է, հիմա այդ քուրդը, որ հագաիմպերիալիստ, հագասիոնիստ է, հասկացան, որ իմպերիալիստների և սիոնիստների շնորհիվ երկիրը ձեռք բերում, աղուժը ինչ է, գնա հագաիմպերիալիստ, հագասիոնիստ, իրեն դրակազդի, բանանի, գետցա Ամերիկա, գետցա Իսրայել, հասկանում եք, Թուրքիայի քուրդերը սկսել են այսպես մտածել։ Դուք եթե հասկանաք քուրդը ինչ է, ես չգիտեմ, ճանաչող կա ձեր մոտ քուրդերին, մեզ հետ որ համեմատեք մի ասած 3000 տարի հետ գնացեք էլի։ Եթե երեք գնացինք մեր հետ 3000 առաջվա վիճակը նույնիսկ շատ ավելի առաջ է կան 21-րդ տարի հետ մարդուն, բայց ինքը տարածաշրջանում հասկանում է, որ իր ֆիզիկական գոյությունը նույնիսկ կարող է կորզոնի վերածել եւ բազարի մեջ է մտնում։ Այդ իրա զոհաբերությունը, մահաբերությունը, գործրած այդ Միքիչեսյան, Միքինեչյան այդ մարդկային զոհերը իրենց համար դա բան չէ, էլի, ինչ-որ լաց լինելու կամ սկալու արիքից հետյան գնացող բան չեն, իրենք
հասկացեք, որ մտել են թաշտ եւ իրենք հասկանում են, որ հիմա է ժամանակը ինչ որ ձևով իրենց ներկայությամբ գշիր ներկայացնելու եւ իրենց յուրաքանչյուր քայլը դառնում է դրան։ Մենք ասում եմ, մտորելու մտածելու այդքան շատ բան ունենք այս արդի, որ հույս ունեմ մեր երկիրը, մեր ազգաբնակչությունը կամ հայությունը տարածաշրջանում ավելի ստապ կնայի այս ամբողջին, շատ ավելի գդիրաբելի թաշտին եւ եթե դու ինֆորմացիոն ունես, դու կարող ես դիրաբերել թաշտին, այսօր աշխարհի համար մեկ հարստությունը դա դեղեցությունն է, ինֆորմացիոնն է։ Հիմա պատկերացրեք, ես Բինգյոլի մասին այդքան բան գիտեմ, Բինգյոլի քաղաքապետը չգիտեմ։ Հիմա ես եմ հզոր թե Բինգյոլի քաղաքապետը։ Ես եմ հզոր բնականաբար։ Եթե ես դիրաբերում եմ ինֆորմացիոն, ապա ես թաշտը հերքելու ի վիճակի եմ նշանակում է սա։ Բայց ես ունեմ այդ թերագադարում այդտեղ անելու, ունեմ դրա պատրաստությունը կամ ոչ։ Արդեն սրանք հարցեր են, որի շփախտաբար ոչ թե հասարակությունը, այլ pedagogan միավորները պիտի պատասխան տան։ Ես ձեր երև ամբերությունը չարաշահեցի կներեք, բայց սա է իրոք որ վտանգավոր ժամանակահատված է մեզ սպասում այս առաջիկա ամիսներին այսքան, եթե քննարկելու կամ հարցադրումներ բաներ կա խնդրեմ